Բարևիկ իմ շատ սիրելի տաղանդավոր փոքրիկ հեռուստադիտողներ, փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում Քերի Մայիլը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, ովքեր ձեզ շատ են սիրում, մեր լավագույն բարեկամները, ապաչինկերությունը, իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով հանդերձ եւ իհարկե բարևիկ մեր լավագույն բարեկամը իր խելացի ուսուցանող տիկնիկներով հանդերձ։ Հիմա ներկա են երեքը, Արմիկը, Արմոն եւ Մուֆլոն, այսինքն քարայծը, նրանք ձեզ ողջունում են նաեւ մեր բարիքերին, ժամապահ քերին, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում եւ մեզ կտա եթերային երկար ժամանակ, որպեսզի այսօր նկարենք մի նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Նկարելու ենք բարևիկի գամփր շնիկին, հայկական գամփրին։ Մեկ-մեկ էլ ասում են հովաշուն։ Ես կծանոթացնեմ այս տիկնիկ հերոսին, կսովորենք միասին նկարել, ասեմ որ բարևիկը, եթե հիշում եք, մրցույթ է հայտարարել։ Գամփրին էլ, հայկական գամփրին էլ նկարելով, դուք կարող եք շատ գեղեցիկ նկարել, նույնիսկ բնության մեջ եւ ուղարկել Քերի մուլտիկնիկին։ Ասել եմ, լավագույն 3 նկարի հեղինակները, դե նրանց կընտրեն բարևիկի հերոսները, կստանան հենց այս տիկնիկներին, որպես մրցանակ նվեր։ Քերի տիկնիկները ցուցադրում ես ինչ գեղեցիկ են։ Ահա։ Հա, ինձ ասեմ, հայկական գամփրն էլ խելացի տիկնիկ է։ Միշտ ասում եմ, ինչպես է նա իր մասին պատմում, ամեն տիկնիկ ձեր բջջային հեռախոսը միացնում եք տեսախցիկը, պահում եք տիկնիկի QR կոդի վրա եւ սկսում է այնտեղ պատմել իր պատմությունը յուրաքանչյուր տիկնիկ։ Սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինա ջնջոցը արդեն պատրաստ են։ Մեր այս տիկնիկ հայկական գամփրին, շնիկին նկարելու համար վերցնում ենք կախարդական սև մատիտը, սիրելի փոքրիկներ։ Դե սովորական մատիտ է, ուղղակի այն մեր ձեռքում դառնում է կախարդական։ Այնքան դյուրին եմ սովորեցնելու նկարել, որ նույնիսկ 3, 4, 5, նույնիսկ 6 տարեկան, լավ, հակառակ ասեմ, 6, 5, 4, 3 տարեկան փոքրիկները կարող են այս պահին Քերի մուլտիկնիկի հետ միասին նկարել։ Տեսեք, թղթիկի վերևի հատվածում սկսելու ենք նկարել քիթիկից։ Այսպիսի մի պատկեր ենք նկարելու, սիրելի փոքրիկներ։ Ներկելու ենք սևով, կարող եք փայլիկ էլ թողնել քիթիկի վրա։ Քիթիկի սրածայր մասից ուղիղ գծիկ ենք իջեցնելու եւ բերանիկը աջ ձախ։ Սա մեր հայկական գամփրի քիթիկն է։ Հիմա դունչիկն ենք նկարել, ինչպես վերևի հատվածից համարյա կենտրոնական մասից քիթիկից վերև, այստեղից։ Թեք գծիկ կանենք ներքև, հայլու նման կրկնենք աչակողմյան մասում, այսպես։ Մի փոքր շեղ ստացվեց, բայց դուք ռետինա ջնջոց ունեք, սիրելի փոքրիկներ, կարող եք ջնջել եւ ուղղել։ Եվ այսպիսի կլորանկյուններով կարծես թե քառակուսի պետք է նկարեք։ Հիմա տեսեք ինչ ենք անելու։ Դունչիկի աչակողմյա եւ ձախակողմյա հատվածներից այսպիսի թեք գծիկ կանենք 1, 2։ Այս թեք գծիկներից դեպի ներքև նկարելու ենք աչքերը։ 1, 2, 1, 2։ Սևիկներն ենք նկարելու իմ փոքրիկ բարեկամներ, այսպիսի կլորիկ սևիկներ, իհարկե փայլիկով հանդերձ։ Շերտիկ կողերից, այսպես։ Եվ կոպեր, զուգահեռ։ 1, 2։ Ստացվեց, եթե ստացվեց, դա արդեն լավ է իմ լավ փոքրիկ բարեկամներ։ Ականջներն ենք նկարելու, եթե լսել եք մեծերից մեր գամփր շնիկների ականջները դե հատում են, կտրում են, հաճելի չէ ասել, բայց այդպիսին է, որպեսզի լսողությունը ուժեղանա եւ գայլերը հարձակվելուց չկարողանան բռնել ականջից։ Այսպիսի պատկեր ենք նկարելու, փոքրիկ ականջներ։ 1, 2 կորիկներ եւ ականջի խորություն ենք տալիս այսպես։ Պարանոցին ոչ թե շղթա, այլ ժապավեն կնկարենք։ Մարմինը ավելի դյուրին ձևով ենք նկարելու, սիրելի փոքրիկներ։ Աչակողմյա եւ ձախակողմյա հատվածներից կոր գծիկներ 1, 2։ Փորիկ այստեղ։ Կարող ենք կլորիկ նկարել, կարող ենք թաթիկներով նկարել։ Գուցե ես թաթիկներով նկարեմ, որ ավելի գեղեցիկ ստացվի։ Մատիկները։
Այստեղ մատիկները։ Ետևի ոտքերը այստեղ նստած վիճակում կնկարենք։ Զուգահեռ հայելու նման, հիմա ձախ ոտքը ետևի։ Պոչիկը սրած այդ, հոպ։ Եվ մեր գամփրը մուլտիպլիկացիոն։ Պատրաստ է, տեսեք։ Փոքրիկ գամփր է, հայկական գամփր։ Նրան պետք է ներկենք իմ լավ փոքրիկ բարեկամներ։ Ինչ ենք անելու։ Շագանակագույն մատիտը վերցնելու ենք, դունչիկը ամբողջությամբ։ Շագանակագույն ենք ներկելու թույլ երանգով։ Կարող եք սկզբից եզրագծել։ Դունչիկը կարելի է եզրագծել, բերանիկը։ Մեր հայկական գամփրերը, չգիտես ինչու, առաջի հայացքից տխուր շնիկներ են երևում, գուցե ոչ տխուր, ավելի խելացի, այդպես զարմացած հայացքով շնիկներ են։ Բարևիկի այս տիկնիկը հենց այսպիսինն է։ Երբ որ դուք ձեռք բերեք այս տիկնիկը, կտեսնեք ինչ խելացի է եւ ինչպես է պատմում իր պատմությունը։ Դունչիկը ներկեցիք, ապրեք, շատ ապրեք։ Տեսեք, շագանակագույն նաեւ կներկեմ աչքերի կողային մասերը, այսպես։ Վերևի հատվածը կընդգծեմ։ Շատ լավ է։ Դեղին մատիտը կվերցնեմ, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Կոպերը դեղին կներկեմ։ Բաց դեղին մատիտով ենք ներկում։ Շատ լավ է։ Հիմա մուգ դեղին մատիտն ենք վերցնելու։ Շագանակագույն մատիտը։ Տեսեք, ականջին մի փոքր խորություն կտամ։ Այսպես ճակատային մասը մի փոքր կկլորացնեմ, շատ թույլ երանգով, որտեղ ամբողջովին մնացածը ներկելու ենք սիրելի փոքրիկ բարեկամներ։ Ներկելու ենք մուգ դեղին մատիտով։ Ես ոտքերը մի փոքր կլորացնեմ, ետևի ոտքերը նույնպես։ Քեր ինչքան ժամանակ ունենք մենք։ Դեռ 5 րոպե դեռ ունենք։ Այսպես ոտքերն ենք, կրծքավանդակն ենք կլորացնելու։ Դիմացի ոտքերը։ Այստեղ կարող ենք ստվեր նկարել ոտքերի տակ, քանի շագանակագույն մատիտը մեր ձեռքում է։ Վերջ, պարանոցի ժապավենը կարմիր ենք ներկելու։ Այսպես, եւ հիմա ժամանակն է ամենակախարդական մուգ դեղին մատիտը վերցնել եւ սկսել վերևից ներքև ներկել։ Ականջներն ենք ներկելու, հիմա աջ ականջն եմ ներկում եւ շարունակում ենք։ Այտերը։ Ճակատային մասը, սիրելի փոքրիկներ։ Ձախ ականջն ենք ներկելու։ Անցնում ենք մարմնին։ Սկսում ենք մարմինը ներկել։ Տեսեք ինչ դյուրին է ստացվում։ Կարծում եմ ձեզ մոտ էլ շատ դյուրին է ստացվում նկարել մեր հայկական գամփրին։ Նաև կծանոթանաք այս հերոսի հետ, կհասկանաք ինչու է կոչվում հայկական։ Նա ձեզ ամեն ինչի մասին կպատմի, սիրելի փոքրիկներ։ Կրծքավանդակն էլ ներկեցինք, եթե սպիտակ փայլիկ է մնում, ավելի լավ։ Ետևի աջ ոտքը եւ պոչիկը։ Վերջ։ Վերջ։ Մեր գամփրը պատրաստ է, կանաչ մատիտն ենք վերցնելու, գծիկից ներքև իբրև խոտիկներ ներկելու ենք կանաչ։ Դուք միշտ ասում եմ ձեզ, դուք կարող եք ձեր մանկական երևակայությամբ նկարը շարունակել, գուցե բարևիկ ընկերությունը հենց դա հաշվի առնի, թե ով է հաղթող ճանաչվելու, երբ որ դուք բացի հերոսից նաև բնություն նկարեք, գուցե ձեր նկարով պատմություն հորինեք եւ ուղարկեք քեռի մուլտիկնիկին։ Միայն հերոսը նկարելով լավ,
չեմ կարծում, որ ձեզ հաղթող կճանաչեն։ Պետք է ձեր մանկական երևակայությամբ շարունակել նկարը։ Սպիտակ թղթիկը վերևի հատվածում գծիկից վերև, այսպես բաց կապույտ մատիտով ճնշելու եմ եւ իբրև ամպիկներ եւ նաեւ մեր հայկական գամփրին, փոքրիկ գամփրին, մուլտիպլիկացիոն հերոսին այսպես սպիտակ թղթիկից կտրելու եմ։ Վերջ, իմ փոքրիկ բարեկամներ։ Այսօրվա համար այսքանը։ Դիտեցինք մուլտֆիլմը, նկարեցինք մեր նոր հերոսին, Բարևիկի հայկական գամփրին, ասացի, որ այն մասնակցում եմ մրցույթի, սիրելի փոքրիկ բարեկամներ, մինչև այս շաբաթվա վերջ, մինչև Կիրակի օրը, դուք կարող եք նկարել եւ ուղարկել Քերի Մուլտիկնիկին։ Բոլոր նկարները կհայտնվեն Քերի Մուլտիկնիկի նամակների սենյակում, այնտեղից նկարները կհավաքենք, լավագույնները կուղարկենք Բարևիկ ընկերություն, այնտեղ կորոշեն 3 լավագույն նկարների հեղինակների, թե ովքեր են հաղթող ճանաչվելու եւ դառնալու են տերը այս գեղեցիկ խելացի տիկնիկների։ Հասկանալի է։ Իսկ որպեսզի ձեր նամակները հասնի Քերի Մուլտիկնիկին, հիշեցնեմ մեր հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ եթե չեք հասցրել նկարել, ներկել ինչպես Քերի Մուլտիկնիկը, բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին, այնտեղ կանգ կոճակը սխմում եք, տեսանյութը կանգ է առնում նկարի վրա, նայում եք դանդաղ եւ նկարում եք այն հերոսներին, որ սովորեցնում է ձեզ նկարել Քերի Մուլտիկնիկը։ Հասկանալի է։ Դե վերջ, պայմանավորվեցինք։ Այսքանը այսօրվա համար։ Ժամապահ Քերին, մեր նոր հերոսը, հայկական գամփրը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թվացկաբլիթներով, արևածաղկի սերմերով հանդերձ, Բարևիկ ընկերությունը, մեր նոր բարեկամ Բարևիկը, իր տիկնիկներով հանդերձ, ձեզ ասում ենք ցտեսություն, մինչ նոր հանդիպում եւ մեր այն կախարդական խոսքը, որից հետո Քերի Մուլտիկնիկը պետք է անհետանա, պետք է շտապեն մուլտ աշխարհ։ Ալբուլդա